շաբաթի ընթացքում հանդիսացել եմ հսկող հատկացված լրատվական ներկայացումը հաստատվել են կողմից ներկայացման մեղադրող և հանրության ներկայացման քննարկական Ձեր իգծությունը ճշտված է պարոն Նացապետյան նախորդ նիստերից ես շարժվում ձեր ծառայական օգնական ստուդիոյի բանականությունում շնորհակալություն խորհուրդ նստել։ Արգետիկ պաշտպաններ ներկայացել դրականին Պաշտպանության պաշտպանական հաղորդման նախագծությունները նախագծություններից սկսած ներկայացնում ներկայացնում բախորոնում Շնորհակալություն։ Կարիք չկա ես շնորհակալություն։ Պաստավանի պարոն Պաստավան Մուշեղալիսյանյան ակնարկի 30-59 ապակնությունից ներկայացնում պարոն շարերը։ Շնորհակալություն պարոն Ալեքսանդրյան, բարեկամներ, ներկայացել ոտքի կանոն ներկայացել դրականին Դրան հայրատազնում այդականին Հայտասվապուչ վաղանյան Ծնվացորամիս ամսաթիվը Դու բազմության հայր Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք Ձեր ընտանեկան դրություն դուք ամուսնացած եք Ձեր խնամքին անչափահաս զավակների տեսքով անձինք կան իսկ առհասարակ անձինք կան ովքեր մտնում են ձեր խնամքին Ձեր կրթությունը բարձրագույն է, բարձրագույն զինվորական։ Որևէ տեղ ներկայումս աշխատում եք։ Նախկինում դատապարտված եղել եք։ Ձեր աշխատման և փաստացի բնակության հասցեն կասեք դատանում։ Դա փաստացի բնակության հասցեն է։ Իսկ աշխատման հասցեն 54 կողտրակին, բնակարան 24, ճիշտ հասին ամենադում հայազգարություն։ Շատ լավ, արդինի նեղադրական եզրակացությունը ստացել եք, երբ եք ստացել, մոտավոր։ Անցյալ շաբաթ, եթե 4 օր առաջ նորմալ է, եթե 2 օր առաջ 4 օր առաջ։ Հեշտ է համաձայն։ Իսկ սույն գործի վարեցի և նախագահ դարպավորը ստանձներ ու նախնական դարպորությունները նշանակի ձեզ հետովակի ձերանների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթը։ Ցանկանում եմ, որ դատավորությունների ընթացքում ձեր շահերի պաշտպանությունը իրականացնեն փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ պարոն Մանուկյան և պարոն Ալեքսանդրյան։ Շատ լավ, եթե կողմերը մեղադրել Հայկրաս Պապիկի Վարդանյանի ինքնությունը ճշտելու հետ կապված հարցեր չունեն, կարող եք զբաղեցնել ձեր տեղ։ Արդյունք կողմեն մինչև պերիադատավարություննքի երկապ 11-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկման անցնելու։ Ներադրական եզրակացությունը պերիադատավարության հարցերքի 2-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ միջնորդություններ, հայտարարություններ ենթադրում պաշտպանության կողմը ունի, թե ոչ։ Շատ ինչի հարցս որեցի անմիջապես պաշտպանության կողմը, քանի որ քիչ հավանական է, որ պարոն Նացապետյանը հաստատել է ուսի ներկայացնի եզրակացություն, որի հետ ձևական բովանդակային առումով համաձայն չունի։ Այդ դեպքում ավելի կողմեր դատարանն անցնում է պերիադատավարություննքի երկու 12-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկմանը և առաջին հարցը դատարան քննարկման առօրյա ցանկանում դարձնել նախագահ դատավորի ինքնաբացարկի նիստերի քարտուղարի բացարկի հարցն է, ուզում եմ ձեր համար պարզաբանել հավելի կողմեր, որ նախագահ դատավոր Սարգսյանը և պաշտպան Արթուր Մանուկյանը համակուրսեցիներ են ուսանողական կանոններից պարոն Մանուկյանի հետ դրական փոխհարաբերությունների մեջ, ներկայացված նիստերով են միայն շփվում, այլ արտադատական կարգով շփումներ և պարոն Մանուկյանի ծանոթանալություն չի տալիս, չենք ունենում, այդուհանդերձ մեր հարաբերությունների վրա, դրական հարաբերությունների վրա դա որևէ ազդեցություն չի ունենում։ Դրանով հանդերձ ուզում եմ նշել, որ սույն գործով ես որևէ կանխատվար կողմնակալ վերաբերում չունեմ, որպես նախագահ դատավոր կապված եմ կողմնակալների և բազմակողմանի փորձի իրականացնում։ Հարգելի կողմեր համապատասխանական ինքնաբացարկի և բացարկի միջև պարզաբանելու անհրաժեշտություն չտեսնելու դեպքում։ Բարոյի հանրային և մասնավոր մասնակիցներ, նախագահ դատավոր Սարգսյանը և նիստերի քարտուղար Օսպիմյանը համապատասխանական ինքնաբացարկի և բացարկի միջնորդություններ ունեն, թե ոչ։ բացատրելու անհրաժեշտություն չկա, միջնորդություններ ևս առկա չկան։ Շնորհակալություն։
Գևորգյան Հայաստանի Հանրապետության Հանրապետություն Կոմիտեի միջնակարգ օրենականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ ծովակ մնացականներին, բան մնացականներին բացառիկ միջնորդություն պաշտպանության կողմը ունի թե ոչ։ Պաշտպաններ Ալեքսանյանին Մանուկյանի կարողություն մասնակցող ազատների հինգերձեսակներ դատարանի տեսակցություն չեն, ընտրողը նշված հարցությունների դատարան համավարը սպառված, անցնում վարորդի նրացության հարցությունները և անձանագում, որ հայկած պարտարանի տեսակրիպրայմսի անձանների կապարում, որոնք ներառված են քրեատորվազդրքի հավելվածով նախատեսված ենթադրյալ կորուպցիոն անձանների ցանկ։ Հաջորդի դատարան ասում է քրեական հետապնդումը դատարանացնելու կամ որևէ կարճելու հարցի քննարկումը ըստ դատարանի հարցի ասիատները պաշտպանության կողմն է, ուստի անմիջապես ցանկանում եմ լսել պաշտպաններ Մանուկյանի և Ալեքսանդրի դիրքորոշում իրենց վստահություններով իրականացնելու դատարանացնելու կամ սույն գործի վարույթը կարճելու հարցի ուտարկած։ Այս հետո առանց ապացույցների բովանդակային հետազոտում կա արդյոք նման միջնորդություններ։
դիմումը կամ չգիտեմ, կարող է նորից կասեցնել, կարող է եթերացնել եւ այլն։ Ուներ մի քանի տարբերակ, բայց մեր մենարմամբ այդ պայմաններում պարտադիր է իրական հետապնդման դասացման վերացումը։ Դատախազությունը եւ քննչական մարմինները իրական հետապնդման ժամանակի դասացման վերացման առումով որը գործողություն չարեցին, այսինքն հետապնդում չվերացրեցին, փոխարենը դատախազությունը վերակնության կարգով բողոքարկեց հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Վերակնիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության բողոքը բավարարեց այն առումով, որ դիրքորոշում հայտնեց քննչական մարմնից հակակոռուպցիոն դատարանի նյութերը չի պահանջել, հետևաբար